Բարև ձեզ թանկագին բարեկամներ, սիրելի արենակիցներ, եթերում աշխարհագրական զարգերակն։ Անցնող շաբաթը մի շարք կարևոր իրադարձություններ գրանցեց։ Իհարկե, մեզ համար թերևս ամենակարևորը այն էր, որ Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ հանդիպեցին Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները։ Քննարկվեց իհարկե եւ երկկողմ հարաբերությունները եւ Արցախյան հիմնախնդիրը, Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Ընդհանրապես գործընթացները այս տեսակետից յուրահատուկ երանգ են ստանում եւ նույնը նաեւ երևաց Մոսկվայում տեղ ունեցած հանդիպման ժամանակ։ Խնդիրը այն է, որ ամենակարևորը իհարկե, երբ որ մենք վերլուծում ենք, դա ոչ այնքան Ադրբեջանի կամ Հայաստանի պաշտոնական լրահոսն է, այլ Ռուսաստանի Դաշնության։ Այստեղ իրենց արտգործնախարարության պաշտոնական հայտարարությունը հետևյալն էր, Լավրովի կողմից էր նա հնչեցվել, որ շատ կարևոր է, որպեսզի գործընթացները ընթանան Արցախի ժողովրդին համոզելու Հայաստանի Հանրապետության կողմից, որպեսզի նրանք համաձայնվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո ապրել։ Եվ որ շատ կարևոր է անվտանգության հարցերը, տարբեր այլ գործընթացներ, կոմունիկացիաներ եւ այլ իրավունքներ։ Իհարկե, այս ամենը մեզ համար անընդունելի է։ Չնայած ճիշտ է, այստեղ կա մի հանգամանք, որ բոլորը մատնանշում են, կարելի ասել մեր աչքներն են կոխում պաշտոնական Երևանի հայտարարությունները եւ նա պատրաստակամությունը ճանաչի Արցախ Ադրբեջանի մաս։ Վերջերս էլ դրա մասին խոսեց իր մամլա ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը շատ ծանր մամլա ասուլիս էր, մենք բոլորս դրա մասին գիտենք եւ որակավորումները տվել ենք, չկենտրոնանանք այսօր այս հարցի վրա։ Բայց անկախ ամեն ինչից բնական է, կարող է այնպես ստացվել, որ նույն Ռուսաստանը քաղաքական այդ պայքարում աշխարհակաղակական հաստորեն կրկին անգամ սխալներ թույլ տա եւ իր մեջքի հետևին փաստորեն ինչ-որ պայմանավորություններ լինի տարբեր ուժերի միջև իրեն փաստի առաջ կանգնեցնի։ Սա էլ է հնարավոր։ Այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից մենք պետք է կանգնենք եւ ասենք, որ սա մեզ համար ընդունելի չէ։ Բայց դա պետք է անենք շատ հմուտ ձևով, տղամարդավարի, մեր արժանապատվությունը պահելով, առանց հիստերիայի, առանց ինչ-որ փողոցային էլեմենտների, որտեղ սա շատ կարևոր է։ Մենք այդ իրավունքը վաստակել ենք ուղիղ նայել նույն Ռուսաստանի աչքերին, ոչ միայն Ռուսաստանի, արևմուտքի բոլորի, առավել ևս Հայաստանի, եւ ասել մեր դիրքորոշումը սա է։ Հետևաբար այս ամենը մեզ համար մենք պետք է ասենք անընդունելի է եւ հավատացնում եմ ձեզ, եթե մենք սկզբունքային եւ պրոֆեսիոնալ ձևով առաջնորդվենք, հաշվի են առնելու մեր տեսակետը։ Անպայման չեն կարող հաշվի չառնել, որտեղ առանց Արցախ տարածաշրջանի աշխարհակաղակական լանդշաֆտը փոփոխության է ենթարկվում այնն էլ արմատապես։ Սա մենք պետք է շատ լավ հասկանանք։ Իսկ Ադրբեջանը շարունակում էր ընթացիկ շաբաթվա ընթացքում իր հայատյաց քաղաքականությունը մենք տեսանք այդ հումանիտար բեռների կապակցությամբ բոլոր այդ գործընթացները, ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս բուն իրավիճակը տարածաշրջանում եւ թող որևէ մեկը հանկարծ հատկապես դրսից չի խաբվեն եւ չիմանա, որ տեսականորեն նույնիսկ կարելի է Ադրբեջանի հետ ինչ որ նրա կազմում ապրել, ոչ, սա բերելու է ցեղասպանության, սա պարզ է։ Ասեմ նաեւ, որ սա շատ պարզ երևաց նաեւ Ալիևի հայտարարություններից։ Այս մի քանի օրերին օկուպացված Շուշիում տեղ ունեցավ մի մեծ մեդիա ֆորում, գագաթնաժողով տարբեր լրագրողների աշխարհից բերված այնտեղ բնական է, նրանք բոլորը Ադրբեջանի կողմից վաղուց գնվել են եւ գրում են այն, ինչ պետք է Ադրբեջանի։ Պետական մակարդակով Ադրբեջանը դժբախտաբար այստեղ շատ լավ քաղաքականություն է։ Եվ Ալիևը այնտեղ մամլա ասուլիս տվեց։ Խոսեց տարբեր հարցերի մասին։ Շատ ծանր տպավորություն թողեց իհարկե։ Եվ ինչ էր ասում նա։ Տեսեք։ Նախ եւ առաջ ասում էր, որ ուրեն այդ
այսպես կոչված սեպարատիստները, անջատողականները Արցախի, ուր է այդ սատանայական բունը, որը փաստորեն Ադրբեջանը կարողացել է ոչնչացնել։ Ասում էր, որ ոչ մի իրավունքների մասին Արցախի, արցախայության խոսք անգամ չի կարող լինել։ Այսինքն ինչ իրավունքներ։ Դա մեր տարածքն է, այսպիսի բաներ է խոսում։ Իր ասածը չէ, ծանր։ Իրենից այլ բան մենք չենք սպասում։ Շատ ավելի ծանր է առաջին հերթին, որ մեր հայության մեջ չկա միասնական մոտեցում։ Նա մի շարք կարևոր հայտարարություններ արեց եւս։ Նա ասաց, որ Ադրբեջանին փորձում էին ստիպել, որպեսզի նա ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունք։ Բոլորը մինչև 2020 թիվը։ Բայց իր ասելով Ադրբեջանը հրաժարվեց եւ իրավիճակը հիմա այնպեսին է, ինչպեսին որ կա։ Այո, ծանր է մեզ համար այս ամենը լսել, բայց ուսանելի է։ Այսինքն, երբ որ դու ատամներով պաշտպանում ես քո ազգային շահը, դու հասնում ես նպատակի։ Իսկ երբ որ կամավոր հանձնում ես ամեն ինչ, իհարկե, դրանով ոնց կարող է չօգտվի թշնամին։ Եվ Ադրբեջանի տվյալ դեպքում օրինակը այստեղ շատ ուսանելի է մեզ համար։ Կրկին ասեց, որ որևէ մեկը թող հույս չունենա, որ Ադրբեջանը կարող է խոսել Արցախի, Ղարաբաղի ինչ-որ ինքնորոշման մասին եւ այլն։ Նա ասաց, որ հիմա ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Հայաստանը պաշտոնապես ստորագրի եւ ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժան մաս։ Այս ամենը կանխատեսելի էր, միանշանակ կանխատեսելի էր։ Ինչու, որովհետեւ մենք 30 տարի դրա մասին խոսում ենք։ Ադրբեջանը բազմազգ երկիր է։ Ոնց կարող է նրանք ինչ որ ինքնավարություն տրամադրել, որը մեզ համար իհարկե անընդունել է, բայց մի կողմ դնենք դա։ Ինչ որ 120,000 հայերի, երբ որ ունեն 800,000 թալիշ, 300,000 լեզգի, 150,000 ավարցիներ, ել չասած մնացած ազգերի մասին։ Այսինքն պետք է լավ հասկանալ, չէ՞ ինչ է Ադրբեջանը։ Գիտական մոտեցումով, պրակտիկորեն, եթե այդ պատկերացումը չկա, այդ ըմբռնումը չկա, բնական է շատ վտանգավոր բաներ կարող է տեղի ունենալ։ Նորից խոսեց իհարկե Հայաստանի մասին, քննադատեց, ասեց, որ Հայաստանը ընդհանրապես մի երկիր է, որտեղ չես հասկանում ինչ է կատարվում, կառավարման համակարգը խարխլված է, այսինքն այսպիսի վատ հակահայկական, հայատյաց, արցախահատյաց գաղափարներ, որը իհարկե սպասելի էր, կանխատեսելի էր, եւ մենք իրականությունից չպետք է կտրվենք։ Երեք հեռախոսազրույց ունեցան Իրանի եւ Ադրբեջանի արգոսնախարարները։ Խոսեցին երկկողմ հարաբերությունների մասին, տարածաշրջանում ընթացող գործընթացների։ Մենք տեսնում ենք, որ Իրանն ու Ադրբեջանը ավելի շուտ Իրանը փորձում է ինչ որ կերպ երկխոսություն պահպանել Ադրբեջանի հետ։ Սա իհարկե չի նշանակում, որ Իրանը պետք է իր շահերը զոհաբերի, ոչ։ Սա մի ձև է եւս միգուցե ավելի հանգիստ մտնոլորտում ինչ որ հարցեր կարգավորվի։ Տեսնեք, ակտիվ էր անցած օրերի ընթացքում Ռուսաստանը։ Նախ եւ առաջ Ռուսաստանի արգոսնախարարության մամլո պատասխանատու Զախարովան շատ կոշտ հայտարարություն արեց ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի վերաբերյալ։ Նա ասաց, որ ՆԱՏՕ-ն, այդ թվում ԱՄՆ-ն եւ Թուրքիան անընդհատ փորձում են Անդրկովկասում իրենց շահերը առաջ տանել, որը բացասական է ազդում տարածաշրջանում, թե հակամարտությունների կարգավորման, թե առհասարակ անվտանգային միջավայրի կայունության վրա։ Շատ հետաքրքիր էր նաև այն, որ Պետերբուրգում տեղի ունեցավ հերթական Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովը։ Շատ մեծ միջոցառում էր, ներկայացչական, բազմաթիվ ղեկավարներ Աֆրիկայից այնտեղ այցելեցին, հանդիպեցին Ռուսաստանի ղեկավարության հետ, քննարկվեցին երկկողմ հարաբերություններ, Ռուսաստանը ունի շատ լուրջ ծրագրեր այնտեղ, թե էներգետիկայի ոլորտում, թե պարենի ոլորտում, թե բարձր տեխնոլոգիաների, եւ այստեղ իսկապես կարող է նոր աշխարհաքաղաքական գործընթացներ ծնունդ առնել։ Հետաքրքիր է նաեւ այն, որ մի շարք կարևոր երկրների հետ հանդիպումների ժամանակ հնչեցվեցին շատ հետաքրքիր գաղափարներ։ Դա մասնավորապես Եթովպիայի ղեկավարության հետ հանդիպումներ,
Վլադիմիր Պուտինի, որտեղ խոսեցին երկկողմ հարաբերությունների մասին, Եթովպիայի վարչապետը հայտարարեց, որ Ռուսաստանին համարում են եղբայրական երկիր եւ ամեն ինչ անելու են հարաբերությունների զարգացման եւ խորացման համար։ Նու Եթովպիան բարձր քրիստոնյա երկիր է, ուղղափառ երկիր է, բայց ավելի մոտ է իհարկե հավատքով հայ առաքելական Սուրբ Եկեղեցու։ Տեսնում եք ինչ մեծ լծակներ ունենք նաեւ մենք, եթե ճիշտ օգտագործենք, ինչին կարող ենք հասնել։ Շատ հատկանշական էր այստեղ նաեւ Աֆրիկայում Նիգեր պետության մեջ տեղի ունեցող գործընթացները։ Այնտեղ կրկին անգամ հեղաշրջում տեղի ունեցավ։ Բայց այս անգամ ինչն է հատկանշականը։ Հեղաշրջման այդ մասնակիցները Ռուսաստանի դրոշն էին ծածանում եւ հայտարարում էին, որ պետք է նոր իշխանությունները հրաժարվեն արևմուտքի իմպերիալիստական գիշատիչային քաղաքականությունից եւ տեղափոխվեն ուրեմն Ռուսաստանի հետ հարաբերությունների գոտի։ Եվ այստեղ իսկապես շատ հատկանշական զարգացումներ են, հաշվի առնելով հատկապես այն, որ Նիգերը լինելով շատ աղքատ երկիր, բազմաթիվ խնդիրներ ունեցող, սով է լինում այնտեղ շատ հաճախակի, բայց այդ երկիրը շատ հարուստ է ընդերքով։ Բավական է նշել, որ այնտեղ հսկայական ուրանի պաշարներ կան եւ ուրանի պաշարներով առաջատարն է աշխարհում։ Օրինակ Եվրամիության ուրանի պահանջարկների մոտավորապես 25%-ը Նիգերի չափաբաժինն է։ Ֆրանսիայի ատոմակայանները, այդ թվում նաև իրենց սուզանավերը ատոմային եւ այլն, մոտավորապես 1/3-ը, նույնիսկ 40%-ը Նիգերի ուրանից է։ Հիմա պատկերացրեք ինչ կլինի, եթե այնտեղ փոփոխություններ տեղի ունենան, արմատական աշխարհակաղակական։ Հետաքրքիր է, որ ընդհանրապես այդ տարածաշրջանում ժամանակին շատ ակտիվ էր նաև Վագներ ռազմական այդ կազմակերպությունը ռուսական։ Իմիջիալոց պատահական չէ, որ Պետերբուրգի այդ գագաթնաժողովի ժամանակ Աֆրիկա, Ռուսաստան Վագների ղեկավար Պրիգոժինն էր մասնակցում եւ համացանցում հայտնվեց նրա մի շարք լուսանկարներ աֆրիկյան երկրների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ։ Չի բացառում, որ Վագները նույնպես այնտեղ արդեն գործողություններ սկսի։ Բնական է, որ սա կարող է բերել շատ լուրջ զարգացումների, որովհետեւ ուժեղ են Նիգերում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքերը։ Բավական է նշել, որ այնտեղ կա շատ մեծ ամերիկյան ռազմաօդային բազա, որը կառուցվել է ամերիկյան զինծառայողների կողմից, ունի մոտ 2 կիլոմետր թռիչքային ճանապարհը, չէ, այսինքն շատ հզոր նույնիսկ ինքնաթիռներ կարող են ընդունել։ Մասնավորապես Սուպեր Հերկուլեսն է այնտեղ իջնում, տրանսպորտային մեծ հզոր օդանավ։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես անմասն չեն մնա այդ բոլոր գործընթացներից, առավել ևս որ նրանք եթե վերահսկում է մի երկիր, որը Եվրոմիության ուրանի 25%-ն է ապահովում եւ Ֆրանսիայի ատոմակայանների 40%-ը, բարձ է ինչ մեծ լծակ է դա, բայց մենք տեսնում ենք, որ պայքարը ամենտեղ շարունակվում է։ Շատ հետաքրքիր է նաև այն, որ Հյուսիսային Կորեա այցելեց Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Շոյգուն իր պատվիրակության հետ մեկտեղ։ Գնացին այնտեղ տոնելու հյուսիսկորեական հաղթանակի օրվա տոնը։ Հանդիպեց Շոյգուն իր հյուսիսկորեական գործընկերոջ հետ, քննարկեցին տարբեր հարցեր, կարևորվեց համագործակցությունը, եղբայրական հարաբերությունների զարգացումը։ Բնական է Շոյգուն նաև հանդիպեց Կիմ Չեն Ընի հետ, Կորեայի ղեկավարի, Հյուսիսային Կորեայի ղեկավարի։ Խոսեցին, Կիմ Չեն Ընը ասաց, որ պետք է պայքարենք, ամեն ինչ անենք իմպերիալիզմի դեմ պայքարը խորացնելու եւ այլն եւ այլն։ Եվ ներկայացրեց Շոյգուին նոր զինատեսակներ հյուսիսկորեական։ Ասեն, որ շատ հետաքրքիր զինատեսակներ ունի։ Վերջերս նրանք նաեւ փորձարկեցին 2 գեր ժամանակակից անօդաչու թռչող սարքեր։ Ըստ մասնագետների երևի աշխարհում լավագույնների ցանկին են պատկանում։ Վերջի մի քանի օրերին սրվեց նաև Լեհաստան-Ռուսաստան հարաբերությունները կրկին։ Լեհաստանի արգոսնախարարությունը կանչեց Ռուսաստանի դեսպանին Լեհաստանում եւ բողոք հայտնեց այն բանից հետո, երբ որ Ռուսաստանի նախագահ Պուտինը խոսելով երկրորդ աշխարհամարտի նախորդին տեղնեցող գործընթացներին Լեհաստանի կողմից ագրեսիվ քաղաքականությանը, Լեհաստանը հայտարարեց, որ Ստալինը համարվում է ամենամեծ հանցագործներից մեկը
պատմության մեջ։ Դա ասեց Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մարավեցկին իր Twitter-յան էջում գրառման մեջ։ Բնական է, որ սա շատ վատ ընդունվեց Ռուսաստանի կողմից եւ մենք տեսնում ենք, որ սա ուղղակի այսպիսի պատերազմը տեղեկատվական հանդիսանում է նաեւ իրենց մեջ արկա շատ խորը աշխարհակահաղական խնդիրների մասին։ Ուկրաինայում իհարկե պատերազմը շարունակվում է, ուկրաինական հակահարվածը կրկին որևէ արդյունքի չի բերել, մեծ զոհեր են տալիս։ Նախագահ Պուտինը Ռուսաստանի հայտարարեց, որ 1/10 է զոհերի քանակությունը համեմատած Ռուսաստանի եւ Ուկրաինայի։ Ադեսան հրթիռակոծվեց, բայց այստեղ եւս շատ հետաքրքիր է, որ առիթից օգտվելով ֆեյքեր էին շարունակում տարածել եւ ավելին երբեմն այնպիսի ցածր պրոֆեսիոնալ որակով են դա անում, որ ուղղակի ծիծաղում ես, այսպես Ադեսայի հայտնի այդ տաճարում հրթիռակոծման հետևանքով ավերվածությունները նկարագրելիս մի կին այնպես է բետոնային բլոկները բարձրացնում, երևում է, որ սա ուղղակի պենոպլաստ է ներկված բետոնով։ Պարզ է, որ ամեն ինչ հիմա խառնվել է, ամեն ինչ խախտվում է, բայց դե այս ձևով չէ, էլի ցածր պրոֆեսիոնալ ձևով փաստորեն այս ամենը ներկայացվում է։ Հետաքրքրական է նաև, որ Լեհաստանը եւ Ուկրաինան ունեցան նաև բախում տեղեկատվական ոլորտում։ Խնդիրը այն է, որ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարեց, որ Վարշավան ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում, հատկապես ուկրաինական հացահատիկը թույլ չի տալիս, որպեսզի ներմուծեն Լեհաստան, որին Լեհաստանի արտգործնախարարի տեղակալ Յաբլոնսկին պատասխանեց, որ Վարշավան օգնում է Կիևին բացառապես իր շահերից ելնելով, եւ թող որևէ մեկը դա չի մոռանա, ասեց այդ պաշտոնյան։ Իհարկե, բա էլ ում շահերից ելնելով պետք է պետությունը միջամտի այլ պետության գործերին։ Իհարկե, բացառապես իր ազգային շահերից, այդպես է պետք, այլ տարբերակ չկա։ Շատ հետաքրքիր էր ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները։ Եվ այստեղ մի շարք հետաքրքիր զարգացումներ տեղ ունեցան։ Նախ եւ առաջ Չինաստան այցելեց Հենրի Կիսինջերը, ամերիկյան արտաքին քաղաքականության կարևորագույն դեմքերից մեկը։ 100 տարեկան է Կիսինջերը, բայց այցելեց, հանդիպեց Չինաստանի ղեկավարության հետ եւ արտաքին ոլորտի պատասխանատուների եւ ղեկավար Սի Ցզինպինի հետ քննարկվեցին Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները։ Իհարկե շատ տեղեկություններ փակ են, բայց ըստ երևույթի Կիսինջերը վերջին անգամ փորձում է ինչ որ քայլերով Չինաստանի աշխարհակահաղական մոտեցումները փոփոխության ենթարկի։ Չնայած Պեկինից հայտարարեցին, որ անհնարին է Չինաստանի վրա ազդել կամ խաբել, չգիտեմ ինչ որ ձևով, որպեսզի նա հրաժարվի իր ազգային շահերից։ Հետաքրքիր իհարկե զարգացում է։ Չնայած Կիսինջերը հայտարարեց, որ պատմությունն է ցույց տվել, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանը եթե գնում են մեկը մյուսի դեմ հակամարտում են, դա երկու երկրների համար էլ վնասակար է։ Տեսնեք։ Բայց զուգահեռ նաև ԱՄՆ-ն ավելի կոնկրետ քայլեր է ձեռնարկում Չինաստանի աշխարհակահաղական ազդեցությունը զսպելու համար։ Այսպես եւ պաշտպանության նախարար Օստինը եւ պետքարտուղար Բլինկենը այցելեցին մի շարք կարևոր պետություններ եւ տարածքներ։ Պաշտպանության նախարար Լոյդ Օստինը այցելեց Պապուա Նոր Գվինեա։ Սա առաջի այցելությունն է ԱՄՆ պաշտպանության նախարարի այդ երկիր։ Շատ լավ ընդունեցին, շատ ջերմ, այնտեղ քննարկվեցին երկկողմ հարաբերություններ, հարցեր։ Պետքարտուղար Բլինկենը այցելեց Տոնգա, փոքր կղզիական պետություն։ Նույնպես կարևորեց այդ փոքրիկ երկրի դերակատարությունը։ Այնտեղ բացեց ԱՄՆ դեսպանատուն։ Հետաքրքիր է, որ այս երկրում դեսպանատներ ունեն միայն մի քանի երկիր, մասնավորապես Ավստրալիան, Չինաստանը, Նոր Զելանդիան եւ Ճապոնիան։ Հիմա ԱՄՆ-ն է արդեն բացում։ Ավելին, նույն Տոնգան աշխարհում ունի միայն երկու ներկայացություն։ Մեկը Պեկինում, մեկը Տոկիոյում, Ճապոնիա։ Խոսեցին, քննարկեցին տարբեր հարցեր Բլինկենի հետ։ Բլինկենը ասաց, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի երկկողմ հարաբերությունները զարգանան, բայց բնական է եւ Պապուա Նոր Գվինեայում եւ Տոնգայում հիմնական շեշտը դրվեց Չինաստանի դեմ համատեղ քայլերի։
Կիսինջերը գնում է այնտեղ, փորձում է համոզել, զուգահեռ այսպես է գնում, հիշում եք այն ժամանակ, երբ որ Բլինկենը գնաց Պեկին, Բայդենը դրանից հետո մի հայտարարություն արեց անհետ եւ ամեն ինչ քանդվեց։ Տեսնում եք, որ պայքարը իրոք շատ խորն է այստեղ։ Ավելին եւ Օստինը, պաշտպանության նախարար եւ արտգործնախարար Բլինկենը նաեւ այցելեցին Ավստրալիա, Բլինկենը նաեւ Նոր Զելանդիա այցելեց, մինչ այդ հանդիպեց ղեկավարության հետ։ Հիմա Ավստրալիայում պետք է տեղի ունենա ամերիկա-ավստրալիական նախարարական խորհրդի նիստը։ Սա մի կարևոր կառույց է։ Մենք միգուցե դրան կանրադառնանք հաջորդ հաղորդման ժամանակ, բայց այս ամենը կրկին ցույց է տալիս, որ Խաղաղօվկիանոսյան այդ տարածաշրջանում ԱՄՆ-ն Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, ինչ որտեղ իհարկե Մեծ Բրիտանիայի հետ, նաև տեղական պետությունների հետ փորձում են առաջին հերթին դիմագրավել Չինաստանի դիրքերի ուժեղացման։ Հետաքրքիր զարգացումներ ունեցան Պաղեստինում։ Իհարկե այնտեղ իրավիճակը բավականին բարդ է, պայքարը շարունակվում է, բայց մի շատ կարծես թե կենցաղային, բայց շատ կարևոր ծանր գործընթաց։ Այսպես Իսրայելի իշխանությունները պաղեստինյան մի շարք տարածաշրջաններ ջրով ապահովող ջրհորի մեջ լցրել են ցեմենտ, որպեսզի թույլ չի տան այդ ջուրը օգտագործվի Պաղեստինի կարիքների համար։ Շատ խորհրդանշական է, փոքրիկ բան է, բայց ցույց է տալիս այդ խորությունը ատելության եւ նրանց միջև արկա բոլոր այդ անհամաձայնությունների մասին։ Այսպիսին էին, թանկագին բարեկամներ, մի շարք կարևոր իրադարձություններ անցնող շաբաթվա, կշարունակենք հետևել եւ ներկայացնել։ Ինչքան մենք ավելի տեղեկացված լինենք, ինչքան պրոֆեսիոնալ լինենք, այնքան ավելի էֆեկտիվ ենք աշխատելու նաեւ արտաքին քաղաքական ոլորտում, տեղեկատվական, գիտակրթական եւ քաղաքական։ Պինդ եղեք, Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։